Բարև ձեզ Տիկին Սարդարյան, հաճելի է, որ դուք միացել եք այս շարժմանը, որպես գրող և որպես հասարակական գործիչ ձեր խոսքը ուղղեք, ես ուզում եմ նաև նշել, որ Արարատ Միրզոյանը ասել է, որ ցեղասպանությունը դա մեր թիվ 1 առաջնահերթությունը չէ, այլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է առաջնահերթը, դուք ինչ կասեք։ Ես երբ որ լսում եմ նմանատիպ խոսքեր, Արարատ Միրզոյան չէ, Նիկոլ Փաշինյան չէ, ով ուզում է լինի։ Ոչ ոք իրավունք չունի ժխտելու ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը ոչ թե 1.5 միլիոնն է, եթե իմանանք մինչև այսօր դեռ ցեղասպանվում է հայը։ Մենք 1.5 նախ 5 միլիոնից ավել է եղել Արարատյան այդ մեր Արեմտյան Հայաստանում։ Ով էր հաշվում, որ 1.5 միլիոն է։ Շատ է եղել մեր ցեղասպանված ժողովուրդը։ Ու այն ժամանակ էլ այսօրվա նման տեխնիկապես զարգացած չի եղել, որ ստույգ թիվ ասեն։ Ու դրան գումարած Մարաղայի ջարդերը, դրան գումարած Սումգայիցյան ջարդերը, դրան գումարած 88 թվից մինչև առ այսօր եւ 44 օրյա մեր պատերազմը եւս գումարած մինչև առ այսօր մենք ցեղասպանվում ենք։ Ես ուզում եմ ասել, ով որ մի հայը աշխարհում ցեղասպանությունը կուրանա, նա թող իր 7 պորտով կուրանա։ Ես այսօրվա ինձ այս հուշակոթողից ես մեր ցեղասպանվածների Մեկ րոպե լրությամբ հարգենք։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի հայ բարեապես իրավունք չունի, եթե իրեն հայ է կարծում, եւ ոչ թե ես խոսքը չի գնում ասիմիլացված հայերի մասին, որոնց մեջ զտարյուն արյուն հայի չի հոսում։ Խոսքս գնում է իսկական հայերի մասին, որ կարծում եմ երբեք չեն ուրանա, իսկ ով էլ որ ուրանա, թող իր 7 պորտով կուրանա։ Այսօր այս մեր հավերժական կրակի մոտ ես Աստծո առաջ ուխտ եմ անում եւ Աստծուն խնդրում եմ, թող պատժվի այն հայը, ով կուրանա ցեղասպանությունը իր 7 պորտով նա կուրանա, առ Աստված աղերսս հղում եմ, երբեք, եթե մենք այսօր ուրանանք մեր ցեղասպանությունը, վաղը կրկնվելու է նույնը մեզ հետ, եւ հետո ուրանալ նշանակում է ուրանաս քո պատմությունը, նշանակում է ուրանաս քո ինքնությունը, քո նախնիներին, մեր 7 պորտ նախնիները զոհվել են, արյուն են թափվել, որ այսօր այս մի կտոր հողը ձեռք ենք բերել, շատ է եղել, այսինքն բաժանելով մնացել է մի կտոր, որ մենք ապրենք, իրենց կյանքն են տվել, իրենց արյունն են թափել, իսկ այսօր մենք հեշտությամբ, որ աշխարհի բոլոր համարյա աշխարհի ինչքան երկրներ կա դրա կեսից ավելին ընդունել են ցեղասպանությունը, ոնց կարող է որ մենք չընդունենք, դա անհնարին է, դա ինձ համար ընդունելի չէ։ Ես առ Աստված աղերսում եմ եւ իմ պատգամն եմ հղում յուրաքանչյուր հային, նա 7 պորտով ով որ կուրանա, իր 7 պորտով թող կուրանա։